Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարվածների մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունը նպատակաուղղված փորձ է խափանել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դրանում տեսնում ենք ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ջանքերը խափանելու նպատակաուղղված փորձ։ Հյուսիսատլանտյան դաշինքը իր իրական նպատակներն ու մտադրությունները վաղուց արդեն չի թաքցնում, նշել է դիվանագետը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտության կարգավորման ամբողջական ծրագիր չկա։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այսօր կարճ ասած Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերջնական ծրագիր չկա, հայտարարել է Մակրոնը կարծիք հայտնելով, որ գտնվում ենք միայն նախնական փուլում։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն զգուշացրել է, որ սառեցված ռուսական ակտիվների փոխանցումը Ուկրաինային կհամարվի անօրինական բռնագրավում եւ կհանգեցնի Մոսկվայի կողմից լուրջ պատասխան միջոցառումների։ Մեր կարծիքով սա անօրինական բռնագրավում է, որը կբախվի Ռուսաստանի Դաշնության կողմից արբիտրաժային եւ պատասխան միջոցառումների հսկայական մարտահրավերների, հայտնել է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ առաջնահերթությունը պետք է լինի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, այլ ոչ թե ռազմական գործողությունների շարունակման ֆինանսավորումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ղեկավարությանը անվանել է գողեր, որոնք զավթել են իշխանությունը Կիևում։ Սա ողբերգություն է ուկրաինացի ժողովրդի համար, որը կապված է Կիևում իշխանությունը զավթած գողերի հանցավոր քաղաքականության հետ, ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը մեծացնում են ճնշումը հատուկ ռազմական գործողության ողջ առաջնագծի երկայնքով։ Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ Միացյալ խմբավորման զորքերը մեծացնում են ճնշումը ողջ առաջնագծի երկայնքով, նշել է պետության ղեկավարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է փակ խորհրդակցություն անցկացնել Վենեսուելայի շուրջ Վաշինգտոնում իր թիմի առանցքային անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կայանալու է ԱՄՆ վարչակազմի կողմից Կարակասի նկատմամբ աճող ճնշման ֆոնին։ CNN News-ի տեղեկացմամբ Դոնալդ Թրամփը հավաքում է Սպիտակ տանը կառավարության կարևոր պաշտոնյաներին եւ ազգային անվտանգությանը վերաբերող թիմի անդամներին Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերը քննարկելու նպատակով։ Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Փիթ Հեգսեթը, Տիլման Քեյնը, Մարկո Ռուբիոն, ինչպես նաև նախագահական թիմի ներկայացուցիչներ Ուայլսը եւ Միլլերը։